Քանի տարի կմնա։ Որ տենց շեր հասկացա։ Բա սոսինձը չի չորանում։ Շատ ես հոգնում, Վահան ջան։ Սիրելի հեռուստադիտողը, ինչպես տեսնում եք, այսօրվա կարևոր գործը ասֆալտապատումն է։ Կմիանամ արդեն ընթացող աշխատանքներին, ինչպես միշտ կծանոթանանք նրբություններին ու դժվարություններին։ Գնացինք։ Բարև ձեզ։ Այսօր մեր հետ ես։ Աջան, հա, այսօր ձեզ հետ եմ։ Բարև ձեզ։ Վահան ջան, ողջույն։ Բարև ձեզ, բարև։ Ինչպես եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Լավ։ Բարև ձեզ։ Ինչ եմ անում, ում եմ փոխարինում, ինչ ենք անում։ Այս պահին նախապատրաստական աշխատանքները, որ սկսենք ասֆալտը։ Այս կողմկեշտի հողերը մաքրում ենք, բիթում արել ենք, սպասում ենք ասֆալտը։ Առավոտ ժամը քանիսից եք սկսել։ Ժամը 8-ից։ Ժամը 8-ից։ Ամեն օր գործում եք անելու։ Ամեն օր, հա։ Քանի կիլոմետր պետք է ասֆալտապատվի։ Այս պրոյեկտը 5 կիլոմետր է։ 5 կիլոմետր։ Իսկ դու ես գործի մեջ քանի տարի ես։ 14-5։ Վահան ջան, հիմա այս ինչ է կատարվում։ Էսի ասֆալտի գիզն է տալիս էլի։ Գետով, որտեղ ջամպի կեսեսյան է, կեսեսյան է։ Գիծն է տալիս, որ ինչը լինի։ Որ մենք ավել ասֆալտ չանենք։ Նշում, այս պայն ինքը նշում է, մինչև ուրա հասնում ասֆալտը մեր։ Հա։ Որովհետեւ մենք շատ չանենք կամ քիչ չանենք։ Պարզ չի ուրա հասնում, մինչև մայթեզեր, մինչև Չէ, սենց որ նայում ես չէ, բայց ես գիծը կտա ավելի պարզ կերևա։ Հես թելը ուղղությունն է, հա, որ գիծը պահպանի։ Հետո հենց ակով գարնում դու կարծրա այս մի հատ արեցել որ չփախել։ Հա։ Ո՞րս։ Ոստանարմար պայի բան է, կապը։ Անցանք աշխատանքի։ Ասա, Վահան ջան, ինչ ենք անում։ Հիմա այս հինն է քանդվում։ Այս պրոշը ոդրած է, պետք է հանենք, էլի, հանենք, որ ասֆալտ պրոշով է։ Ինչ հետ դուր։ Արիք ես ցեք կոշը։ Մեջն ենք լսում։ Հավա, լսեք։
Էսի սոսինձն, հա։ Սոսիսն է էսի, հա։ Որ բրոշները կտրեցի, սոսինձ ենք, որ ինն ու թասեն իրար լավ կեպրի, լավ որ Հասկացա։ Հիմա նախապատրաստական աշխատանքներն է տեղի ունենում, որ հին ասֆալտը հեռացվում է, որ արդեն նոր ասֆալտը գա ու լիցքը կատարվի։ Նոր ասֆալտը եկել հասել եք այստեղ, ճիշտ է։ Այս նոր ասֆալտն է, այս բրոշը կտրել ենք, սոսինձել ենք, որ տաք ասֆալտը որ գա, կեպնի այս Այս հիմա սոսինձած է։ որ գա կեպնի Են հինը գալու է ու նույն հարթությամբ սենց, հա։ Այո։ Լավ, այսինքն հիմա այս ասֆալտը մենք որ լցրեցինք ամբողջությամբ, քանի տարի կմնա։ 10-15 տարի կդուրն 10-15 տարի։ 3 շեդ ասֆալտ է։ Հա։ Բայց մեսի առաջ շեդն է, հեն դե արդեն երկրորդն արել ենք, հետևից երկրորդն է գալիս։ Կողերը բորդյուր բան շարվում է, բորդյուր շարելուց հետո էլ Վերջին փուլը։ Այս հիմա որ անում ենք հաստատ 10 տարի այս ասֆալտը կմնա։ 10 էլ ավել է։ Այն հիմա այն ինչ ասֆալտ է։ Հին Էսի մեր թազա եղած ասֆալտը պրոստո հասկացա, որ ճիշտ ենթակա չի թռել։ Հա, որ տենց շեր հասկացա։ Որ միացումները ճիշտ Հա, են։ որ միացումները Այսինքն բերեցիք ասֆալտը լցրեցիք, հետո եզրերից կտրում եք, հետո մյուս ասֆալտը։ Ես կտրում ենք, որ հաջորդ ասֆալտը հասկացա։ ուղիղ նստի էլ։ Բան ջան, խոսացնում ես գործ չեմ անում։ Ապրես, հասկացեք։ Կարելի ասել, որ նախապատրաստական աշխատանքները արդեն վերջացրեցինք, մենք լիարժեք պատրաստ ենք ասֆալտապատման աշխատանքին ու սպասում ենք ասֆալտի մեքենային։ Հա, նոմա որ ասֆալտին ենք սպասում։ Սա որ է կհասնի։ Բա սոսինձը չի չորանում, Պետքա որ ինքը չորանա։ պետքա որ չորանի։ Բիտում, հա։ իսկ վերջնական քանի սանտիմետր է լինում, արդեն 3 շերտը իրար հետ լիարժեք Ընդհանուր իրար հետ լնում է 16 սանտի։ 16։ Բա սուրճ չեք խմում դուք։ Միանշանակ։ Որտեղից։ Գնացինք։ Ընդեմ ապարատ ունենք, դել ապարատ ունենք։ Այս թողն է։ Դա թող։ Գնանք մի հատ սուրճ խմենք, գանք մինչև ասֆալտը գա։ Եկավ ասֆալտը Վահան ջան։ Հա, ասֆալտը եկավ։ Հիմա ասֆալտը այս բեռնատար մեքենայի մեջ է։ Այո։ Ուկերն մեջ ասֆալտը լսի, այս անկյունը հանենք դուրս, Կպանք, բայց հա։ հա։ Անկյունը դուրս հանենք ու ընկնենք գծի մեջ հետ։ Վահան ջան, բա ին բահն ուր, հա։ Չէ։ Կոբա է էսիա։ Էսի է կոբա։ Այս ին բահն է 1980։ Այս գործի մեջ ամենավտանգավոր պահը ո՞րն է։ Ինչ որ դեպքեր եղել են հետ ավտոռոց։ Զգուշելնենք ավտոյի տակ չէ։ Մենակ է։ Հա։ Մեկը ասֆալտը շատ տաք է, 160 աշճան ասֆալտ է, ջերմություն 160 աշճանը, ձեռով դեղնել վերել։ Հա, չկպնի մարմնի։ Հաստատ կվառի։ Հաստատ կվառի։
որ երկար կանգնած մնամ, կարող է սոսնձվեմ հատակին։ Էս ինչ է սալյակա։ Հա։ Որպեսզի ասֆալտը չկպի։ Հա։ Արի։ Լավ, հերիք կա։ Հիմա այն ամբողջ ասֆալտը ինչքան որ բեռնա բար մեքենայի մեջ կա։ Այդ մեր 500 մետր այսօր 500 մետր ենք ասֆալտապատելու։ 1000-ից ավել, հա։ 1000-ից ավել է, բայց ես մի ավտոյով չի, սա էլի է գալիս էլ ես։ Ես միանը չի իջի, հա։ Հիմա մինչև ստեղ ինչքան եք, քանի մետր եք ասֆալտապատել արդեն։ Մինչև ստեղ 2 կիլոմետր, հա։ Հա, 2 կիլոմետր եկել եք մինչև այս պահը։ Երկու շերտով եկել ենք։ Ինչքան ժամանակ։ Մի ամսվա ընթացքում ենք եկել։ Հասկացա։ Բայց էդի մենակ ասֆալտը չէ էլի։ Այդ տագի իր անույթներով, լցնելով, այս սրատակը 20 սանտի շիբին ա դրվել, 10 սանտի ավազակոպիչ ա դրվել, 30-ից 40 սանտի անույթ ա եղել, ինը հանել ենք։ Հա։ Այդ ամեն ինչ իրար է։ Հա, հասկացա։ Ինչ անեմ, ասֆալտ, լապատկով ասֆալտ։ Այս լրացնենք երկա։ Այս ով ա կերելու։ Պապի, հավասարցրեք, Պետրոս, հավասարցրեք հետ։ Արի է։ Վահան ջան, հին եւ ժամանակակից ասֆալտապատման մեջ ինչ տարբերություն կա տեխնոլոգիաների զարգացածության իմաստով։ Խդության, հարթությունն է լավելու ժամանակակից տեխնիկայով, խդությունը ու այդ ամեն ինչը երկարատև ծառայում է։ Բայց հիմա մարդկային գործոնը ավելի քչացել է, ավելի շատ մեքենաների աշխատանք ավելի շատացել է։ օրինակ մի 20 տարի առաջ այս մեքենաները էլի ամեն ինչ նույնն է տեղի ունենում։ Ավելի արագացել է գործը։ Արագացել է։ Մեքենաների տեխնոլոգիաների զարգացածության շնորհիվ։ Այո։ Ավտոյից է թափվե։ Մեկը այս առաջին շերտն է, չէ՞ հիմա ինչ որ կա։ Հա, երկու շերտը լինի։ Շատ ես հոգնում, Վահան ջան։ Եղել է հեչ որ ուզենաս գործը փոխես։ Չէ, այդպես չի եղել, հա։ Բայց հոգնում։ Իսկ եթե այս գործով չզբաղվեի, ինչ մտածում։ Կարող ասեմ։ Բայց սիրով է սարում, ոնց պատումը։ Հա։ Դե եթե գործը սիրով չանես, ինձ թվում է այդ գործը բանի չի նման։
Հիմա նույնն ենք անում էլի։ Հիմա ասֆալտը պատաչանում, այս Այս անկյունը, երկրորդ չեղտն է, թե էլ առաջինն է։ էսի առաջինն է, հա։ Այս անկյունը ձեռով պետք է լցնել։ Այս թելի ուղղությամբ այս անկյունը ձեռով պետք է լցնել։ Մենք ավելի շատ կողքից նայում ենք ինչ որտեղ եթե մեքենան չի կարողանում ասֆալտապատի, այդ հատվածները մենք ձեռքով լցնենք, այդքան բան, մեր անելիքը է դա։ Ի վերջո ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանա, մեկը մարդու կարիքը միշտ լինելու է, էլի։ Չէ։ Այս պարագայում շատ ու քիչ Էս ինչ տակ է էս։ 160 չէ։ Հա։ Մի հատ Կարող է ուզեն այլ քիշեի։ Արի վեր, արի։ Արի։ Սեր առաջ հայտում։ Բայց ինքն է քաշողը ինձ։ Չէ, Չէ, ինքը տալիս է ես։ ինքը ոչ մի բան չի անում, մենակ բարձրացնում է, որ բունկերի մեջ թափում։ Հա, իրար կպած չեն հիմա մեքենաները։ Սանթով գնում են։ Կպած են, ավելի շատ էսի է բրդում իրան, քան էնի քաշում։ Էսի բրդում է։ Երուժան, Լևարգյանով մարի հլը մի քիչ էլ մեկ քշեք։ Հասկացա, այն կախված շղթան էլ բանն է, քո։ Են էլ ախմեր մեկ չեն շոկում։ Չէ։ Ոյ, Գնաց։ հիմա էսի առաջ բրդի։ Վերև քաշած։ Այն շղթան իմ նշանն է, պտի թելի հետ ուղիղ գնամ։ Լավ եմ գնում։ Դուք ես գործի մեջ քանի տարի եք։ 10 Բայց հենց այս մեքենա վարելը դուք եք ընտրել, թե հետա բաժին հասը։ Չէ, ես մի 3 տարի բայց ոքի ասմալում։ Հավես է։ Փոքր ժամանակ միշտ երազում եմ ես մեծ մեքենաները, որ տեսնում էի շինարարական, միշտ ուզում էի քշեի։ Մեքենան վարեցի, նա շղթա էր կախված, կարևոր մասը էդ էր, այս գործի, որ կարողանաս մեքենա վարելուց այդ շղթան են, որ ամենասկզբից թելերով նշեցինք և սենց եզրերով թելեր կապեցինք, քարերի տակ դրեցինք, որ հենց այդ թելերի ուղղությամբ ասֆալտապատենք, կարևոր է այդ մեքենայի այդ ծայից կախված շղթայով, այդ թելի վրայով գնաս, որ հենց հաշվարկած, որ ասֆալտը հենց քո
նախորդ կատարած աշխատանքին համահունչ լինի։ Այս եզրերն ենք։ Հա, այս եզրեր մի հատ ես քեզ ես քաշում ու այս քարերը էյան ես տալիս։ Այս քանի մետր է։ 3.5 հավ։ 3 մետր, 3.5 մետր։ Հա, աժան հələ մի հատ տենանք ստե քանի մետր է։ 3.80։ Հա։ Այս խոզանակով կարելի է ասել մեծ քարերը Հա։ հանելու համար է, հա։ Չհաշված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, արևի կիզիչ արևը եւ ասֆալտի տաք հոթը, մեկ էլ որ ոտքերդ անընդհատ կպնում է ասֆալտին ու մանր քարեր են հայտնվում կոշիկիդ ներսում, մնացած ամեն ինչ շատ լավ է։ Իրականում դժվար գործ է, ֆիզիկական ծանր գործ է։ Գումարած արևը, շոքը, ասֆալտից դուրս եկած այդ գոլորշին, բայց դե ամենավերջում որ նայում ես ու հասկանում ես ինչ լավն է լինելու երթևեկությունը դու քո սեփական մեքենայի մեջ, ինչ լավ ես մեքենա վարելու, ինչքան նյարդեր այդ ավելորդ բաների, ավելորդ փոսերի վրա չի գրգռվելու, հասկանում ես, որ արժի այսքան տքնաջան աշխատել դրա համար։